Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի առանձնանում տիտղոսներով, չի առանձնանում շատ մեծ հաջողություններով աշխարհի առաջնությունում կամ Եվրոպայի առաջնությունում, բայց առանձնանում է իր կամքով եւ այն գեղեցիկ ֆուտբոլով, որին յուրաքանչյուր հայ երկրպագու սիրահարվել է։ Այսօր մեր հյուրերի հետ միասին որոշելու ենք, թե ով կլիներ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստը, անկախ Հայաստանի ժամանակաշրջանի, եթե չլիներ Հենրիխ Մխիթարյանը։ Եվ ներկայացնեմ մեր հյուրերին Էդուարդ Քալանթարյան, մարզական մեկնաբան, եւ Դավիթ Մանոյան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ։ Ողջույն։ Ողջույն։ Ոնց եք։ Լավ, մի քիչ դժվար գործ է աշխատանք, ավելի վատ կլինի, բայց իրականում այո, ստանալու հաղորդումից հետո պատկերացնում եմ, որովհետև մենք այսօր շատ դժվար որոշում պետք է կայացնենք, ինչպես ասացի, ընտրելու ենք լավագույն ֆուտբոլիստին, եթե չլիներ Հենրիխ Մխիթարյանը, պատկերացնենք, այո, Հենրիխ Մխիթարյանը չկա կամ կա, ուղղակի այլ դիրքում է լրիվ, իր մասին չենք խոսում, որովհետև թե ցուցանիշներով, թե ցույց տված խաղով եւ թե կարիերայով իհարկե միանշանակ նմանը չունենք այս պահին Հայաստանում։ Ունենք ապագա, որ կարծում ենք, որ նույն ճանապարհը կամ մի բան էլ ավել կկարողանա անցնել, խոսենք շուտ նաև այդ ֆուտբոլիստի մասին, բայց այս պայն ունենք 16 ֆուտբոլիստի անուն, մենք արդեն որոշակի ընտրություն կատարել ենք հայ ֆուտբոլիստների ցանկից, այդ ընտրությունը հնարավոր է ձեզ համար լինի ինչ որտեղ հակասական, ինչ որտեղ նաև ձեզ համար հակասական, կարող է համաձայն չլինեք մեր ընտրած այս 16 ֆուտբոլիստների անունների հետ։ Իրականում 30 թոփ ֆուտբոլիստ կար, որ մենք հաշվում ենք եւ նայում ենք, այդ 30-ից ընտրել ենք 16-ը եւ Չեմպիոններ լիգայի երկուսին էլ ավելացնենք, մեկ փոլ ավելանար։ Մեկ 16-ը մենք ընտրել ենք Չեմպիոններ լիգայով եւ մեկ 8-ից ենք սկսում։ Մի խոսքով 16 ֆուտբոլիստ, շատ դաժան ընտրություն եւ իհարկե շատ հետաքրքիր զրույց, որովհետեւ ամեն ընտրությունը իր հետ բերելու է դիսկուս, քննարկում, բայց միջով սկսել է ներկայացնեմ նախ կանոնների մեջ թե ինչ ունենք 4 օգնության հնարավորություն։ Առաջին օգնությունը դա այնա, երբ որ ասենք ընտրել ենք այնպիսի անուններ, որ մենք մտածում ենք, որ այդ մարդիկ պետք է գոնե եզրափակչում լինեն, ու միանգամից կարող ենք փոխել, բայց դա միայն ամենասկզբում առաջին մեր ընտրության ժամանակ։ Երկրորդ ընտրությունը դիմում ենք մեր հետևորդներին, մեր Instagram-յան էջում գրում ենք հարցումը եւ սպասում ենք որոշակի ժամանակ, մինչև նրանք պատասխանում են, այդպես ենք ընտրում, եթե դուք չեք կարողանում ընտրել։ Երրորդը զանգում ենք էքսպերտին, եթե օրինակ ցուցանիշների թվերի խնդիր կա, չեք կարողանում օրինակ կողմնորոշվել, որ ֆուտբոլիստն է ավելի շատ գոլ խփել կամ չեք հիշում, մենք զանգում ենք էքսպերտին, ինքը ասում է եւ ըստ դրա ենք որոշում եւ չորրորդը ամենահետաքրքիրը դա կոպեկի հնարավորություն է, ուշքիր եւ այդպես կընտրենք երևի թե վերջին ֆուտբոլիստին, ինձ թվում է, երբ որ վերջին եզրափակիչ անցած ֆուտբոլիստներին, եթե parza սկսենք, բայց միջով այդ մի հատ հարց ունեմ ձեզ, առաջինը ձեզ Էդուարդ ջան, երբ որ ասում ենք Հայաստանի ազգային հավաքական, ի՞նչն է առաջինը ձեր մտքում գալիս կամ ձեր աչքի առաջ ի՞նչն է գալիս, խաղ ինչ որ դրվագ կամ ինչ որ Եվրո 2012-ի ընտրական մրցաշար։ Չարաբաստիկ խաղը Իռլանդիայի Չարաբաստիկ հիմա Սլովակիայի 4-0-ն, Դանիայի այնքան դրական պահեր ունեցանք այդ ժամանակ, որ վերջում այնինչ եղավ, երևի բացասական ինչ-որ բան պետք է կուտակված լիներ եւ եղավ այդ վերջին խաղում, բայց ամեն դեպքում նման խաղ եւ նման արդյունք ոչ մինչեւ այդ ոչ դրանից հետո Հայաստանի հավաքականը չի գրանցել։ Դրա համար դա լավագույնն է, ինչ ես տեսել եմ մեր հավաքականի կատարմամբ։ Իսկ չեք կարծում, որ այդ գործեց այդ ֆուտբոլային անարդարությունը եւ ինչ որտեղ արդարությունը, օրինակ իռլանդացիք դրանից առաջ Ֆրանսիայի հետ էին խաղում եւ Անրին ձեռքով այդ դրվագը որ եղավ, որ Անրին ձեռքով ճակատագիրը փոխհատուցեց։ Հա, հավատում եք այդ մտքին։ Կամ ֆուտբոլում ուղղակի որոշեցին, որ դե լավ, հիմա մենք մի անգամ սխալվել ենք Իռլանդիայի հարցում, եկեք այս անգամ սխալվենք Հայաստանի։ Ես չեմ հավատում նման բաների, որովհետև ոչ ոք չէր կարող կանխատեսել եւ նախապես ասել Ռոման Բերեզովսկին, նա պետք է դուրս գա Տուգանային հրապարակից եւ նրանք այդ շանսը ունեն։ Բայց ինձ թվում է այդ չներ ուրիշ բան կլիներ, եթե այդ լոգիկայով առաջնորդվենք։ Հնարավոր է, մի բան գտնեին։ Հնարավոր։ Մի հատ 11 մետրանոց ինչ է որ չդնեին։ Իդուրալ դե Գոնսալեսն է, չէ՞ ոնց որ։ Այո։ Չարաբաստիկ այդ խաղող սրտի Էդուարդը։ Այո, իսկ դու Մանոյան ջան։ Կարծում եմ Հայաստանի ազգային հավաքական ֆուտբոլի ազգային հավաքական ասելուց ես միանգամից տեսնում եմ հայ ժողովրդին համախմբող եզակի բաներից մեկը,
Իսկան ցանկացած խաղ կապ չունի ինչ տարաձայնություններ ունեն, ոնց համախմբում մի ամբողջ ազգի։ Հասկացա։ Դա մի բառով դժվար է ասել, երևի համախմբող թիմ, հա, երևի մեր տեսակ ուժ, որը կարողանում է համախմբել։ Իրականում եթե sense նայենք, մենք ֆուտբոլի շուրջ համախմբվում ենք միայն հիմնականում մեր հավաքականի շուրջ, մեկ էլ ակումբային խաղերում, երբ որ շատ կարևոր ինչ որ փուլերում ենք հասնում, հա, բայց հիմնական համախմբումը ֆուտբոլի շուրջ մեր մոտ տեղի ունենում հենց հավաքականի շուրջ, այո։ Մանավանդ հաղթանակներից հետո։ Այո։ Մենք ունեցանք այդպիսի մի հատ շատ լավ շրջան, երբ որ հաղթեցինք խմբային փուլը կոնֆերենց ազգերի լիգայի, ներողություն, այն էլ շատ ծանր ժամանակաշրջանում, պատերազմի ժամանակաշրջանում ու իրոք դա շատ կարևոր ոնց որ ազդակ էր, շատ կարևոր էր յուրաքանչյուր հայի համար եւ այդտեղ եմ ես նաեւ ասոցացնում քո ասած այդ էմոցիան։ Իսկ իրականում իմ մոտ մի քիչ եթե խոսենք այդ ասոցիացիայի մասին, երբ որ ասում ազգային հավաքական, այն խաղն է, երբ որ Հրազդան ստադիոնում լեփլեցուն տրիբունաներում Հայաստան-Իտալիա խաղներ ու Մխիթարյանը գոլ խփեց Բուֆոնին, ճիշտ է, պարտվեցինք այդ խաղը, բայց այդտեղ Դավիթն էր խաղում։ Հա, այդտեղի ստացած իմ էմոցիան, ես չեմ կարող համեմատել ոչ մի այլ էմոցիա հետ, որտեղ Հրազդան ստադիոնը լեփլեցուն տեսնել ու այտենց խաղ Մխիթարյանը այդպիսի ֆուտբոլիստների մեջ գոլ է խփում, իմ համար այդ էր ֆանտաստիկ, մի քիչ մի պահ ինձ թվաց, որ մեր հավաքականը հավասարազոր է, ինչ որ մի պահ, որ այտենց զգացողություն կար, էլի։ Դե նույնիսկ Արտակն է խաղում 2-2 էլի հավասարազոր լուրջ պայքար։ Այո։ Դե ինչ, խոսեցինք սկզբի մասին, հիմա ժամանակն է, որպեսզի սկսենք կատարել ընտրություն 16 ֆուտբոլիստների մեջ եւ հասկանանք ով կլինի Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստը, եթե չլիներ Հենրիխ Մխիթարյանը։ Սկսենք հերթով, դուք կարող եք ազատ ընտրել, տարբերություն չկա, հերթականություն չկա։ Ես սկզբից գրանցում եմ, մենք հետո նոր հասկանում ենք, թե ով ինչու։ Գևորգ Ղազարյան։ Գևորգ Ղազարյան։ Պետք է չէ լինել Գևորգ Ղազարյանը։ Իհարկե։ Գևորգ Ղազարյան։ Հիմա ես ընտրում եմ մրցակցին, հա, Գևորգ Ղազարյանի 1/8 եզրափակ։ Այ ինքն է մրցակից։ Շատ հետաքրքիր է։ Արաս Օզբիլիս։ Հետաքրքիր է։ Okay, Գևորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս։ Շարունակենք։ Հիմա արագ մենք անունները գրենք ֆուտբոլիստների, հետո կհասկանանք ով է անցնում։ Կամո Հովհաննիսյանը։ Միանշանակ պետք է լիներ Կամոն։ Ես ստիպված կա արագ որ արագ ֆուտբոլիստի գտնալ դիման։ Ու Մարկոս։ Դաժան է, որովհետև դիրքերով էլ հիմա այնց ընտրություն է լինելու Կամո Հովհաննիսյան, Մարկոս։ Ինձ թվում ամենադժվարը Մանոյանի համար է լինել ընտրություն կատարել։ Կարլեն Մկրտչյան։ Բոլոր խաղացողների հետ։ Ականջդ կանչի։ Կորացա։ Այ Կարլենի մրցակից այստեղ։ Կարծում այս հաղորդումը դիտելուց հետո կամ գջերի կամ գզանի Մկրտչյանը։ Տիգրան Բարսեղյան։ Դաժան է։ Լինելու են նաև անուններ, որ այո, զարմանալու եք եւ ասելու եք ինչու չկան այդ անունները, բայց Արմեն Շագելյան։ Նիֆը Խաղացել են միասին։ Էդգար Մանուչարյան։ հետաքրքիր կլինի։ Դիորան։ Յորամ Ավսիսյան։ Դիորան։ Մոմ վատությունանը։ Խելու եք դա ոնց որ Արթուր Պետրոսյան։ Հենց երկու բան, չէ՞, ռմբարկումները պետք է իրար։ Հենց հիմա օգտագործենք, որտեղ փոխում ենք։ Այո, ես մի զույգ շատ արագ գրեցի Յուրայի անունը։ Հիմա հետ ենք դնում, թե։ Հիմա հետո եք ինձ, ես երկու։ մենք Դուք չեք նայում, նայեք։ Եվս մեկ անգամ կատարեք ընտրություն։ Ձեր նոր փաթաթած է թուղթը։ Գայ։ Յուրա։ Այստեղ։ Մենակ չընտրեցի։ Դու ինչ արել։ այս Ռոբերտ Արզումանյան։ Ահա։ Ռանդերսի նախկին անկերն։ Ռոման Բերեզովսկի։ Ով կմրցի Բերեզովսկու հետ տեսնենք։ Էդվարդ Սպերցյան։ Ապագան եւ
անցյալը փառայ։ Ինչի ապագան, ներկան։ Եվ ներկան եւ ապագան ավելի շատ։ Այդ Արթուրն անցր։ Արթուր Պետրոսյան։ Տեսնենք Արթուրի հետ։ Մարազդատ Հարոյան։ Դիրքերը դաժան են գնում։ Արտակ Դաշյան, Եվ լեգենդ էլի այդ Սարգիս Հովսեփյան։ Դաշյան Հովսեփյան։ Բարդ, շատ բարդ, երկու դեպքում էլ, երկու զամբյուղներում էլ շատ բարդ ընտրություն սպասվում էր հյուրերին, բայց ընտրությունը իհարկե կատարելու ենք խոսելով, քննարկելով ու հասկանալով ինչու այս ֆուտբոլիստը եւ ինչու ոչ այն ֆուտբոլիստը։ Եկեք սկսենք մեր առաջին զամբյուղից Գևորգ Ղազարյան, Արազ Օզբիլիս։ Եկեք սկսելուց առաջ նախապես բոլորից ներողություն խնդրեմ։ իսկ էլ վերջում գանք, վերջում առաջինն ենք իրանց ընտրել, Մենք ստիպված ենք ինչ-որ մեկին ընտրել։ Համաձայն եք Դաշյան Հա, Հովսեփյան։ տարբերություն չկա։ վերջում հաստատվեք Գևորգին։ Բարի, եկեք հասկանանք Դաշյան Հովսեփյան։ Հավաքականի պատմության մեջ էլի, ոնց որ հավաքականի համար։ Դե ես կարծում եմ, որ այստեղ ալտերնատիվ չկա, հաստատ Սարգիս Հովսեփյանը, Դաշյանի ֆենոմենը ավելի հասուն տարիքում, հա, այդ 30-ից հետո Բայց ում դրանով հենց Հովսեփյանին չի զարմացնում։ այո, հա, հավաքականում ունեցած ներդրումի ու ընդհանրապես կարիերայի համար հաստատ Սարգիս Հովսեփյան։ Բայց համաձայն եմ, որ սա երևի ամենահեշտ ընտրությունն է, Արտակ Դաշյանը շատ սիրված ֆուտբոլիստ է, բայց նախ հավաքականում կարիերան ավելի կարճ է եղել, հետո Սարգիս Հովսեփյանը թվերով իր հետքով Հայաստանի հավաքական միջև ամենաշատ հանդիպում անցկացրել 132, եթե չեմ սխալվում, խաղ է անցկացրել, անգամ մոտ չէ ոչ ոք խաղերի քանակով։ Կարող է շատ, եթե չորոշեր ավարտել։ Չարաբաստիկ միջով։ Այնպես որ ես համաձայն եմ, այստեղ Սարգիս Հովսեփյանն անցնում է միանշանակ։ քառորդ եզրափակիչ։ Իհարկե մենք ի սկզբանե ասում ենք, այստեղ պետք չէ մեզ ներկայացնել, որ մենք ինչ որ մեկին նեղացնում ենք, ուղղակի ֆորմատը մենք ենք մեղավոր առաջին հերթին, որ այսպեսի ֆորմատ ենք ընտրել, դուք մեղավոր չեք։ Կարլենն է մկրտում։ Մենացած։ Այնպես որ շարունակենք Հովսեփյան։ Այս զամբյուղից շարունակենք։ Արթուր Պետրոսյան, Վարազդատ Հարոյան։ Դե ասա։ Ես իմ մեջ ունեմ իհարկե։ Այստեղ դե դիրքերի խնդիր կա ու նաև տարբեր ժամանակահատվածներում են խաղացել։ Որպես ֆուտբոլիստ, որը կարևոր է եղել հավաքականի համար, կարծում եմ Արթուր Պետրոսյանը շատ ավելի կարևոր է եղել, քան Վարազդատ Հարոյանը, չեմ ասում, ոչ ավելի ոնց որ կարևոր ֆուտբոլիստ է եղել, բայց կարծում եմ Արթուր Պետրոսյանի ներկայությունը դաշտում, հա, եղանակ փոխում էր, ոչ այնքան հետո Ռոբարկուն Արթուր Պետրոսյանը։ Այո, այսինքն այդ գոլ խփողի այլևս ոչ։ Առաջինը անցել է, Սպերցյանն էլ անցել, Յուրամոսյանն էլ անցել, Գևորգ Ղազարյանն ու Պետրոսյանին։ Գևորգ Ղազարյանն էլ անցել, այ բանը Մարկոսը հավասար է։ Մարկոսը 11 գոլ ունի հավասար։ Հետո եկեք չմոռանանք, որ այն ժամանակ հավաքականը շատ քիչ գոլեր էր խփում, ու հենց հիմնականում Արթուր Պետրոսյանի այդ խաղադաշտում գտնվելը շատ մեծ բան է Արթուր Պետրոսյանը։ Իսկ այդ հաշվի առնելով կարծում եմ այս զույգի մեջ բայց ախր Վարազդատ Հարոյանն էլ այն վերջին ժամանակաշրջանի մեր պաշտպանության այդ հենասյունն էր, թիմի հենասյունն էր, ավակն էր, հետևից տանող։ Նմանություն գտնում եմ նրանց կարիերայում ինչ առումով, որ երկուսն էլ բավականին բարդ ժամանակաշրջանում հավաքականի համար շատ մեծ ներդրում են ունեցել։ Հարոյանը երբ շատ երիտասարդ էր այդ ոսկե սերնդի հետ հասցրեց ինչ որ չափ խաղալ, բայց հետո իր այդ ունակությունները փորձը վերածեց առաջատարի որակների, ավակներ երկար տարիներ Հայաստանի հավաքականի եւ այն ժամանակ էր, երբ թիմը բարդ էր խաղում եւ Հարոյանի ուսերին էր պատասխանատվությունը, դա պետք չէ մոռանալ։ Շատ բարդ զույգայական։ Նույնը Արթուր Պետրոսյանի պարագայում, հավաքական այն ժամանակ շատ քիչ գոլեր էր խփում եւ 11 գոլը Հայաստանի հավաքական մենք համարում ենք փայլուն ցուցանիշ, երկար ժամանակ նա առաջատար միջև չգերազանցեց Մխիթարյանը։ Առաջինը Մխիթարյանը գերազանցեց։ Արթուր Պետրոսյանը նաև շատ մեծ ազդեցություն ուներ մեր հավաքականի խաղի վրա, եթե անգամ գոլ չէր խփում, նա կարողանում էր առաջատարի որակներ դրսևորել։ Հետո շատ սիրված ֆուտբոլիստ է երկուսն էլ, իրոք բարդ է, բայց ես եւս մի փոքր այստեղ առողջություն կտամ Արթուրին,
որովհետև 90-ականներին լինել Հայաստանի հավաքականի գլխավոր ռմբարկու դա շատ բան արժի։ Ես կարող եմ մի քիչ ավելի երիտասարդ եմ դրամ, արեմ այդպես կարծում, բայց ես եթե լինեի, օրինակ կտայի Վարազատ Հարոյան, բայց դա բայց այստեղ Ես էլ դուք չեք, մենք բայց քանի որ դուք եք որոշում, այո, մենք նշում ենք Արտուր Պետրոսյանին։ Ես մի քիչ պրովոկացիա արեցի։ Մյուս զույգը Բերեզովսկի Սպերցյան։ Դա հիմա եկեք ու ասեք։ Շատ Տեսեք, մեկը բոլոր ժամանակների լավագույն դարպասապան է Հայաստանի հավաքականի, մյուսը նոր սերնդի առաջատար խաղացողն է եւ ավագն է արդեն հավաքականի շատ երիտասարդ տարիքում։ Իդեպ արդեն չեմ գտնում, որ այն տարիքում է Սպերցյանը, որ պետք է մտածենք, որ դեռ շատ ժամանակ ունի եւ կարող է արդեն պետք է գնաց։ Ամենակարևոր ժամանակահատվածը Արդյոք բաց է թողել պահը եվրոպական որևէ առաջություն տեղափոխվելու, եթե այս մրցաշրջանից հետո էլ չգնա, սկսեմ հավատալ, որ ավարտելու է կարիերան Կրասնոդարում։ Դա շատ լավ կլինի, շատ։ Բայց ակնհայտ առաջատար է, ակնհայտ ուժեղագույն որակներով խաղացող է։ Դե Բերեզովսկին էլ ես չգիտեմ, ախր Դե մենք հիմա այնպեսի կերպար է, որ բացի ֆուտբոլային իր ունակությունից որակներից շատ սիրվող կերպար է Ռոման Բերեզովսկին, նա շատ սիրում են, չլինելով հայ, նա դարձավ հայ կարելի ասել եւ այդ թեմայով խոսենք եւ մեկ այլ ֆուտբոլիստ նա Դավիթին էլ լսեմ, չգիտեմ, Եթե հիմա այս խոսակցությունը լիներ 10 տարի հետո, հա, Սպերցյանը իր այդ կարիերան հավաքականում արդեն Պարզ կլիներ արդեն, այո, Բերեզովսկինը պարզ է արդեն, ինքը ինչ ներդրում է ունեցել հավաքականի խաղերի արդյունքների մեջ, ինչքան կարևոր ֆուտբոլիստ է եղել, Սպերցյանը հիմա կարևոր ֆուտբոլիստ է, ապագայում թե ոնց կդասավորվի իր այդ առաջատարի որակները, դեռ կամ ինչ որոշումներ կկայացնի իր կարիերայի հետագայի հետ կապված։ Դրա համար այս պայդրությամբ ոչ թե որ Սպերցյանը ինքը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, երևի ներկայացնում Հայաստանի ամենալավագույն ֆուտբոլիստն է։ Ներկայում, բայց հավաքականում ներդրում ունեցած բանով միանշանակ Բերեզովսկին։ 10 տարի հետո երևի առաջին զույգն է ձևավորվել, որ մենք տարբեր կարծիք կհայտնենք, ես էլ մի փոքր Սպերցյանին կտամ ամեն դեպքում առավելություն։ Չգիտեմ ոնց եք որոշելու հիմա, բայց նույնիսկ այդ բան չէ, օգնությունը չի բան։ Մեկը ինչքան գոլակեր է, մյուսը ինչքան գոլակ։ Տեսեք, հիմա այստեղ ասեմ նաև, որ հետագան տեսեք ինչ ֆուտբոլիստներն հետո գալու, որ ձեր մյուս օգնությունները, եթե մտածում եք, որ ել ավելի բարդ է լինելու մյուս ընտրությունը կատարել, դրա համար թողեք գոնե մյուսին, եթե հիմա կարող են գալ ընդհանուր հայտարարի, հասկանանք։ Բերեզովսկի թե Սպերցյան, Սպերցյանը ավելի շատ ներկան ու ապագան է, Բերեզովսկին այն ամուր անցյալն է, որը մենք ունեցել ենք իր հետ, այն որ եթե Բերեզովսկին կանգնած էր գոլերին, ես օրինակ ավելի մեծ վստահություն ունեի, որ գոնե ինչ որ մի բան շատ լավ է այդ։ Մի հատ դիրք կա, որ վստահ եմ, որ այդ դիրքը շատ լավն է մեր հավաքականում, չգիտեմ, ես միշտ իրան շատ եմ հավատացել։ Նայել եք խաղ հիմա Հայաստան հավաքական, որ չի խաղում Սպերցյանը։ Հա։ Չի զգացվում պակաս։ Միանշանակ Տեսեք, Բերեզովսկին արդեն թողել է իր հետքը, Սպերցյանը դեռ ունի, հնարավոր է Սպերցյանը ինչ որտեղ սխալվի, ինչ որտեղ այն չլինի, ինչ որ։ Ես դրա համար ասում, եթե 10 տարի հետո խոսենք, գիտենք Բերեզովսկին ոնց որ համոզում եք լի, տեսակ, եթե խոստանում եք, որ մի 10 տարի հետո էլի կկանչեք, այս խաղից էլի կխաղի Սպերցյանի անուններով, չէ, այն անուններով։ Դե չգիտեմ, լավ, եկեք լավ։ Ընտրենք պատմությունը այս բանը։ Ռոման Բերեզովսկին։ Հա։ Զուտ երկարության, այսինքն հավաքականում ավելի շատ ներդրում ունենալու, այլ ոչ թե ֆուտբոլային որակների տաղանդի կամ մնաց։ Այսպես ասեմ, Սպերցյանին էլ որ այս հարցն եք, ինքն էլ Բերեզովսկին կընտրեր, եկեք ընտրենք Բերեզովսկին։ Բերեզովսկի։ Դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, այս բարդ ընտրությունը մենք ճիշտ կատարեցինք թե չէ, այսինքն մեր հյուրերը ճիշտ կատարեցին թե չէ։ Ինձ ասում են չէ, որտեղ հիմիկվա հետևորդները հաստատ ջահել երիտասարդ հետևորդներ են, որոնք Սպերցյանի խաղն են տեսել երկրպագում են։ Ալիքում հետևորդները հենց այն ֆուտբոլասերներն, ովքեր հիշում են եւ բայց Instagram-ից չեն օգտվում իրանք։ Դե կտեսնենք հիմա։ YouTube կարող է։ Մենք ընտրեցինք Բերեզովսկին։ Միասին ընտրեցիք։ Ես մի քիչ խանգարեցի այս ընտրության հարցում։ Մյուս ընտրությունը էլի շատ բարդ է, Յուրա Մովսիսյան, Ռոբերտ Ազգոմանյան։ Սա պատերազմ է։ Դե լսում եմ ձեզ, պարոնայք։ Երբ հավաքականի հետ այդ ժամանակ գնում էի խաղերին, Ռոբերտն ու Յուրան միշտ միասին էին, իրար կողքի նստած, իրար կողքի
եւ ուտելիս եւ ավտոբուսում եւ ինքնաթիռում, չգիտեմ, հիմա ասես ճակատագրի հեգնանքով իրար մրցակից դարձան մեր հարթակում։ Փորձեցինք յուրային փոխել մրցակից։ Դե էլի բարդությունը առաջին նայում է, որ հարցակողի եւ պաշտպանի ենք համեմատում, բայց ամենայն հարգանքով ու սիրով Ուրարտուի ներկայիս կապարմարչի նկատմամբ Գյուրա Մովսիսյանը Հայաստանի անկախ Հայաստանի պատմության ուժեղագույն հարցակվողն է եւ ես նրան եմ ընտրում։ Ես միանշանակ համակարծիք եմ։ Ես էլ եմ համակարծիք ու ոնց որ այդ նույն Արթուր Պետրոսյան, Վարազդատ Հարոյան այդ զիգմեջ որ խոսում ենք, առանց Յուրայի գոլերի այն ոսկե սերունդը հավաքականի այդ 10-ից 14-ին չէր լինի ուղղակի։ Այդ գոլերը կարևոր էին այդ հավաքականի ստեղծման խաղի համար։ Հետո այն երկար սպասված հարցակվողներ, որին այդքան սպասում էինք, որ չունեինք այդպիսի հարցակվող, այդպիսի որակներով, այդպիսի տեսքի, այդպիսի կերպարով հարցակվող։ Բայց օրինակ Ռոբերտն էլ ինքը կարծում եմ ամենախելացի պաշտպաններից մեկն է եղել։ Ինտելիգենտ պաշտպանի վառօրինակ, որը կարողանում էր եւ իր գործը փայլուն կատարել եւ պատմական գոլեր խփել, այո, Պորտուգալիայով, Իսպանիայի պես հավաքականների։ Իրոք, գլխով նմանը։ իրոք։ Բայց դա Յուրան էլ քիչ պակաս գոլեր չի խփել իր կարիերայում։ Դա տարօրինակ է, որ Ժորովայցը քիչ Պակաս թիմերի չի խփել, դա ուզում Չէ, ասել։ այստեղ ուղղակի կարծում Ռոբերտ Արզմանյանը վիճականության զոհ դարձավ։ Ռոբերտն կտրել Յուրային կարծում։ Դե հիմա նույն ազգում Յուրային էլ հարցնենք կարող Ռոբերտին ընտրել։ Յուրա Մովսիսյան։ Այո, Ռամոս։ Ֆոնգա Պերեզովսկու հետ։ Հետո ավելի բարդ է Դեռ դառնում։ պատասխան Սպերցյանն երկու կլասաների խաղացում են։ Հիմա հետ են գալիս Զամբյուղ եւ այստեղ սկսում ենք վերջապես սկսենք Գեորգ Այդ Ղազարյան։ վերջում պետք է գայինք, սա Ստարկից ստարկից Այդից ենք, այսինքն թողում ամենավերջում այդ Գեորգ Ղազարյան Արազոզբիլից։ Արմեն Շագերձյան, Էդգար Մանուչարյան։ Այստեղ կարծում միանշանակ Էդգար Մանուչարյան։ Ճիշտ է, Արմեն Շագերձյանը առաջին հավաքականի ֆուտբոլիստներից է եղել, շատ կարևոր։ Այն բարդ ժամանակաշրջանի նոր որ ստեղծվում էր, որ համազգեստ չունեին, նույնիսկ երբ որ գնում էին արտագնախաղերի, շատ լավ ֆուտբոլիստ եղել, բայց հաստատ Էդգար Մանուչարյանի տաղանդը ու իր ունեցած կարիերան այս Պույոլն էր, չէ՞ որ Էդգար Մանուչարյանի ընկերական խաղում ու փչացրեց մի ամբողջ կարիերա։ Ինձ թվում է Դե բարդ է ասել փչացրեց կարիերան թե ոչ, բայց ինչ որ մի դրվագ էր, հա, որ կարող էր ուրիշ ձև գնալ, Չէ, ես բայց այստեղ կյանքը այդպես է, չէ՞, մի հակառակ պահից է կարծիք կախված ամեն ինչ։ մի քիչ սուբյեկտիվիզմ կա իմ ասածում, որովհետև Արմեն Շահագերյանն իմ ամենասիրած ֆուտբոլիստն է Հայաստանի։ Խոսում ենք առանց մխիթարի։ Ամեն սերունդում այսպես ամենասիրած ֆուտբոլիստն եմ, էլի։ Ու Արմեն Շահագերյանի խաղը եւ նայել եմ եւ շատ սիրել եմ եւ նրա խաղաոճը եւ նրա տեխնիկան եւ նրա ներդրումը Հայաստանի հավաքականում Էդգար Մանուչարյանին եւս շատ սիրում ու գնահատում եմ, բայց այս մրցակցությունում ես Շահագերյանին կտամ առավելություն, որովհետեւ էլի հաշվի կառնեմ այն փաստը, որ պայմանները, որում նա մարզվում եւ խաղում էր եւ գալիս էր Հայաստանի հավաքական շատ ավելի բարդ էին։ Հետո նրա խաղաոճը, նրա դիրքը ինձ շատ ավելի հոգեարազատ է։ Դրա համար ես Շահագերյանն եմ ընտրում։ Մանույան։ Ես կարծիքս չեմ փոխի, հաստատ իմ համար Էդգարը ընդհանրապես Հայաստանի պատմության ամենատաղանդավոր ու նույնիսկ այդ չբացահայտված միջև էր տաղանդ, բայց նույնիսկ այդ իր կարիերայով ու հավաքականին ներդրումով կարծում իմ համար ինքը շատ կարևոր ֆուտբոլիստ է եղել պատմության մեջ։ Շատ հետաքրքիր է իրականում գնում մրցակցությունը, որովհետև ձեր կարծիքները հիմնականում չեն համընկնում իհետ, ու դա շատ լավ է։ Շատ համը երկրորդ դեպքն է։ Դեռ շատ ենք ունենալու, ես վստահ եմ արդեն։ Աշկից բանի, հա, եթե ես հաստատ կարծիքս չէի փոխել, բայց Դե չէ, ես էլ հիմա էլ չեմ։ Ուրեմն մի անգամ փոխեցի, հիմա չեմ փոխել։ Ես թվում է։ Ահա չես մի մակ իմ կարծիքը ես կարամ առաջ տանեմ, որ զանգենք մեր մասնագետին։ Մասնագետին որ զանգենք ինքը ասել է օրինակ Շահագերյանը ինչքան գոլ է խփել, ինչքան ասիստ է կատարել, հաստատ Էդգարը շատ այդպես փորձենք հասկանալ, հա։ Չգիտեմ, Այդ թվերով ենք որոշում, ամեն ինչ բարձ արդեն։ Հա, դրա համար եմ ասում էլ։ Չէ, եկեք լավ կոպեկ անենք։ Բա հետո, բա որ կոպեկ։ Դե հետոն արդեն Հետո մի բան կանենք, ընդհանուր հայտարարի կգանք։ Կոպեկ, մենք ընտրում ենք օգնության հնարավորություն եւ ղուշ գիր ենք անելու, որպեսզի հասկանանք այս շատ բարդ ընտրության
ընտրությունը ինչպես կավարտվի Արմեն Շագելձյան թե Էդգար Մանուչարյան։ Շատ բարի, մեր հյուրերն ընտրեցին Ղուշգիրի տարբերակը, այսպես ավելի ժողովրդական լեզվով ասած, Կոպեկի տարբերակը, Արմեն Շագելձյան, Էդգար Մանուչարյան, Ղուշգիր, ով։ Ղուշեև Էդգարը 10 որսս փակենք Արմեն Շագելյանն ելնում։ Գիրը Շագելձյան։ Ես իմ վրա վերցնում այդ պատասխանատվությունը եւ Ես հաղթեցի։ Մնացավ։ Արմեն Շագելձյան։ Արեցի Արմեն Շագելձյան։ Շատ հետաքրքիր էր այս պայքարը, այսպես անվանենք։ Բայց դեռ արժևում շատ ավելի հետաքրքիր պայքարներ ունենք։ Այս պահին մյուս մեր զույգը Կարլեն Մկրտչյան, Տիգրան Բարսեղյան։ Կարող եմ շատ կարճ հանքանցա Կարլեն Մկրտչյան։ Ես լրիվ համաձայն եմ հավաքական իմաստով միանշանակ որպես կարիերա կարծում Տիգրան Բարսեղյան միանշանակ շատ ավելի հաջող կարիերա ունեցավ ունի դեռ խաղում է հավաքական չի, բայց կարիերան ակումբային է որոշում է։ ներդրումը հավաքականի ու ընդհանրապես Կարլենի ներկայությունը իր մարտական վիճակը ոգին ու մնացածը հաստատ Շարժիչ ուժը, հա։ Դե մեկը հենց Դավիթը շատ լավ գիտի էլ, երբ որ թիկունքը մոտ Կարլենը կար, շատ ավելի վստահ էր, հանգիստ էր, որովհետև ամեն ինչ մաքրում էր, ապահովում էր։ Կարլեն Մկրտչյանի գոլը։ Չեխերին գոլեր էր խփում, Պետր Չեխին։ Չէ, Կարլենի ունիկալությունը խփում մեկ էլ հենց կարևոր գոլ խփում։ Ամենահամեստ, բայց ամենաաշխատասեր ֆուտբոլիստներից մեկը մեր հավաքականի պատմության մեջ ու այդ ժամանակ եւ երևի որ նայենք հետո էլ հենակետային կիսապաշտպան այդ որակի այդ հիմա դիմում ենք լեգիոներների օգնությանը դիմում։ Այո, հիմա ստիպված դիմում ենք լեգիոնականների օգնությանը։ Դրա համար Տիգրան Բարսեղյանի ներդրումները ամենայն հարգանքով, բայց Կարլեն Մկրտչյանը այս զույգում ինձ համար ֆավորիտ է։ Մեր հյուրերը ընտրեցին Կարլեն Մկրտչյան տարբերակը Տիգրան Բարսեղյանի հետ պայքարում, ես էլ եմ համաձայն այդ մտքին։ Դուք գրեք ձեր կարծիքը սիրելի հետևորդներ, հնարավոր է դուք ունենաք այլ կարծիք, որովհետև ինչպես Մանույան ասաց, հնարավոր է դուք նոր սերնդի ներկայացուցիչներ եք եւ չեք հասցրել դիտել Կարլեն Մկրտչյանի խաղերը։ Արդեն Կարլեն Մկրտչյանը հին է, համարում։ Այս վերջերս ակտիվացել է վիդեոներ ակցում իր գոլերից, բան լավ է թող իմանան։ Կարլեն ջան, գրի զանգի։ Շարունակենք եւ Կամո Հովհաննիսյան, Մարկոս Պիզելի։ Այ Կամո ջան։ Որպես հավաքականի ֆուտբոլիստ անդամ միանշանակ Մարկոս Պիզելի, այստեղ ուղղակի այլ հարց է, որ Մարկոսը եկել է ուրիշ երկրից։ Դե մենք խտրականություն չենք գնում։ Մարկոսը պակաս հայ էր մեր համար։ Չէ, նույն ձևեր էս վերջի զույգն է իմ համար, այսինքն ոչ թե ազգությունն է, այլ որտեղ ինքը ֆուտբոլյան կարիերան սկսել, այսինքն Արազը։ Բայց հավաքականի ներդրումով միանշանակ Մարկոս Պիզելի թե գոլերով, թե ընդհանրապես իր խաղով կամային գերազանցում է, ոչ կիլոմետրերը հաղթարած բարձր, ոչ արագությամբ, ոչ մեկ չի կարող Կամոյի հետ մրցի։ Կամոն ինչքան է փոքր քեզանից։ 3 թիվ է կարծում, 3 տարի։ 93 է կարծում, կամ 2։ Բայց Փյունիկում հասցրել եք, չէ՞։ Այո, շատ երկար տարի։ Դուք ոնց եք։ Ես էլ եմ Մարկոսին տալիս ձայնս, որովհետև Կամո Հովհաննիսյանը մի հետաքրքիր այս պայն նվաճում ունի, գործող ֆուտբոլիստներից հավաքականի ամենաշատ խաղ անցկացրել։ Այս պայդրությամբ նա է ամենաշատ խաղ անցկացրել հավաքականի, դա խոսում է կայունության մասին նրա կարիերայի, այսինքն միշտ հրավիրվում է Հայաստանի հավաքական, նրա ֆենոմենը գիտենք արագությունը, բայց խաղի վրա ազդելու տեսանկյունից իհարկե Մարկոսը շատ ավելին է եւ այն որ Մարկոսը այդպիսի հաճույքով ու որակով դարձավ հայ, արդեն շատ բանի մասին խոսում է, թեև մենք գնահատում ենք իհարկե խաղային որակները եւ Մարկոսը ուղղակի ունիկալ ձեռքբերում էր առաջին նատուրալիզացված ֆուտբոլիստը, որի համար ոչ ոք չփոշմանեց, եթե այո, չեմ վիրավորում մինչև այդ հրավիրված ֆուտբոլիստերին, ուրեմն բայց մինչև այդ այդպիսի վառ կերպարներ չենք ունեցել հաստատ, ինչպես Մարկոսներ, եթե չէ, Մարկոսը այստեղ հաղթում։ Իրականում գիտեք, ոնց որ ֆուտբոլը մի քիչ ինչ որտեղ երբ որ ընտրում են, ասենք ոսկե գնդակը, ու հիմնականում հաղթում են հարձակողները, դա մի քիչ անարդարություն է, չէ՞, իմ կարծիքով օրինակ, որովհետև այո, պաշտպանի դիրքը կամ կիսապաշտպանի դիրքը դա շատ գոլեր խփելը չէ կամ ֆունկցիան դա չէ,
բայց ոնց որ ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստ ավելի շատ ընտրում են շատ գոլերով։ Դա անարդարություն է թե ֆուտբոլի օրենքն է այդպես կամ այդպես է ճիշտ ֆուտբոլը անցալելը, չգիտեմ, բայց այս դեպքում այդ փաստը նորից աշխատում է, երբ որ ընկնում երրորդ դեպքն է, չէ՞, արդեն պաշտպանը պարտվեց Հարոյանն ու Արզումանյանը, բայց սա վիճակականություն այդպես ստացվեց, հիմա կողմ մեկ այլ է կընկնեին եւ աշխարհում այդպես են ընտրում հիմնականում, էլի։ Դե այնպես որ Մարկոսը հաղթեց։ Վերջին պաշտպանով էր կանավարում, որ ոսկե գնդակ։ Հա, աշխարհը հաղթելուց հետո Աստված գիտի ինչի առհասարակ միակ դարպասապանը Լև Յաշինն է աշխարհում։ Դե Յաշինը գիտենք ինչի համար ստացավ կանավարում, չհասկացանք ինչի համար։ աշխարհի չեմպիոն դառնալու այդ հավաքականը պակաս է մի հատ։ Բայց իրականում հա էլի կանավարում այդ հավաքականում այդ ժամանակ ավելի կապված կարևոր շատերը կային մի խոսքով։ Դա Իտալիայի հավաքականի խնդիրն է, ինչպես ասում են, իսկ մենք մեր խնդիրներով շարժում ենք առաջ եւ մեր մյուս բարդ խնդիրը, որ պետք է լուծենք, դա մահվան դիմակայությունը։ Մանոյանը այդքան հետ գցեց այդ դիմակայությունը, վերջապես հասան Գևորգ Ղազարյան Արազ Օզբիլի։ Ես մտածում եի մի բան կանջատվի էլ չենք ասում, դե նոր վերջում թող։ Ժամը կվերջանա, գանք ասեն տղեկ։ Լույսերը կանջատեն։ Կուզես սկանդալ անեմ։ Հետաքրքիր է մեր համար։ Այստեղ իմ համար այտենց երկու բան կա։ Նախ Գևորգը, եթե որակներով նայենք, Արազ Օզբիլիս ընդհանրապես Այաքսի պատմության լավագույն սաներից մեկն է եղել ու նաև Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է եղել, էլի շատ մեծ խնդիրներով 3-4 անգամ Խաչաձև կապաններն է կտրել, շատ բարդ կարիերա է ունեցել, բայց այդտեղ ես Գևորգին եմ նախապատվություն տալիս, թե երկարաժամկետ բանով, թե ինչքան ներդրում է ունեցել հավաքականի կարևոր հաղթանակների, կարևոր խաղերի մեջ, ու նաև այն փաստը, որ Գևորգը ստեղից է սկսել, այն բարդ, շատ բարդ տարիներից, որտեղ մենք նորմալ պարապելու տեղը չենք ունեցել, Գևորգին ինձնից 2 տարի մեծ է 88-ից, ավելի բարդ է եղել, ու բայց միշտ պահպանել է այդ լավ որակները։ Այո, ու իմ համար Գևորգը այն եզակի ֆուտբոլիստներից է, ով իր մաքսիմում հնարավորությունների մաքսիմումին հասավ։ Չեմ կարծում, որ օրինակ Գևորգը իր տաղանդով աշխատասիրությամբ դրանից էլ ավելի բարձր տեղ կարող էր խաղալ, կարիերայի մասին եմ ասում։ Բայց Արազը կարող էր։ Միանշանակ։ Իսկ դու ո՞նց ես վերաբերվում Արազի որոշմանը Բեշիկտաշ գնալու։ Դա կապ ունի ինչ որտեղ։ Չեմ կարծում։ Օրինակ դու կանեիր այտենց բան, եթե այտենց արած։ Նենց բարդ է, որտեվ ես այդտեղ եմ ծնվել, մեծացել, ես ուրիշ բան եմ տեսել, լսել, բայց այդ երկրում աշխատում ու ապրում է միլիոնավոր հայեր, սա որպես աշխատանք, եթե վերցնենք ինձ թվում է ավելին այնտեղի հայերը երկրպագում են հենց Բեշիկտաշի։ Այո, ու հենց գլխավորը Բեշիկտաշի երկրպագուների գլխավորը հենց հայ է։ Հետո երգը ինչքան որ գիտեմ, այդ հիմնը որ կա, դա հին հայկական երգ է, չէ՞։ Ինչու այդքան երկար դա չքննարկվեց նրա Բեշիկտաշ գնալը, որովհետև ըստ էության Արաս Օզբիլիսին շատ լավ էին վերաբերում Հայաստանում եւ չհամարեցին, որ նա ինչ-որ սարսափելի քայլ է կատարել։ Իր ներդրումը ժամանակը հայրենասիրական արտահայտություններ շատ լինում են իհարկե, բայց այնպիսի ալիք չբարձրացավ դժգոհությամբ, որովհետև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքը այնպիսին է, որ եթե լիներ, օրինակ չգիտեմ 20-ից հետո նույն բանը, կարծում եմ արձագանք կունենար, մինչև այդ արդեն մի քիչ դեռ մի հատ դեպք ունեն քաղաքական, որ ֆուտբոլային դիվանագիտություն էր 8 թվականը։ 8-ն է, հա դրանից հետո եղավ, ոնց որ երևի դա էլ է ազդել ինչ որտեղ դրա ասոցիացիա։ Մի քիչ ավելի ուշ եղավ։ Հա, ուշ եղավ, բայց ասոցիացիան այդ էր, որ մենք փորձում ենք։ Դե այդ գնալն էլ գնալ չէր էլի։ Գնաց ու եկավ շատ արագ։ Ոչ չհասկացավ։ Սկզբում հարց տվեցիք այ Հայաստանի հավաքական ասելիս ինչ եք պատկերացնում, ես նաև Գևորգ Ղազարյանն եմ պատկերացնում, որովհետև Գևորգ Ղազարյանը այն եզակի ունիկալ ֆուտբոլիստն էր, որ անգամ ակումբ չունենալով հրավիրվում էր Հայաստանի հավաքական, ավելի լավ էր խաղում, քան ակումբում, այսինքն ինչ-որ հետաքրքիր բաներ է տղա այդ կատարում։ Իսկ իր նվիրվածությունը մի այլ մակարդակ։ Կերպարանը փոխվում էր եւ Հայաստանի հավաքականում իր լավագույն որակներն էր ցույց տալիս։ Միշտ նվիրված, միշտ պատրաստ, միշտ լավ որակներ դրսևորել, այն փոքրիկ տհաճ միջադեպը Բուլղարիայում չհաշվենք, անմիջապես խաղից հետո ներողություն խնդրեց եւ դա չի բնութագրում ընդհանրապես Գևորգին, որովհետեւ նա բնավորությամբ շատ ճիշտ, շատ դաստիարակված մարդ է եւ այո, հենց Հայաստանի հավաքական քննարկելիս ես այստեղ եւս առավելություն եմ Ղազարյանի կտամ, որովհետեւ ֆենոմենալ է Արաս Օզբիլիսը, բայց հենց Հայաստանի հավաքականում կարծում Գևորգ Ղազարյանը ավելի շատ բան ունի արած, այդ թվում ավելի շատ գոլ է խփել։
Հիմա կարող են գոլերի համեմատություն անել 14 գոլ, եթե չեմ սխալվում, Գևորգ Գազարյանը խփել է այս տարվական եւ նա ինձ համար եւս այս զույգում փոքրիկ առավելություն ունի։ Այսինքն միանշանակ Գևորգ Գազարյան։ Միանշանակ չէ, բայց երկուսի կարծիքը բայց Գևորգ Գազարյան։ Բայց ինչի էր այսքան հետ գցում ես պայքարը, եթե Դե այս ընթացքում մտածեցի, մտածեց ուղակի երկար։ Գևորգ Գազարյան։ Դե ինչ, ունենք մեկ քառորդներ Դե արդեն։ շատ ներողություն էլի, եթե նորից այդ թեման Բեշիկտաշ գնալ եւ այլն, հիմա տեսեք Կարասոսբիլիսը կարիերան ավարտելուց հետո ինչ է անում։ Մնաց Երևանում, բնակվում է այստեղ, որդիներին ինչ անուններ է տալիս, ինչ դաստիարակություն է տալիս, այսինքն որևէ կասկած կա, որ նա մաքուր նվիրված հայ է։ Ես ոչ մի ինչ-որ այլ միտք չունեի, ուղղակի հարցրեցի, որ մենակ որպես ֆուտբոլիստ ինքը ինչ պատասխան կտար այդպիսի առաջարկին, եթե օրինակ ինքը ստանար։ Ես դրա համար շեշտեցի, որ այստեղ ապրած մեծացած ֆուտբոլիստի պատասխանը կարող է ուրիշ լիներ, բայց իրանք հենց այնտեղ Թուրքիայից մենտալիտետը մտածելակերպ տարբեր են, որովհետև նա Եվրոպայում ի վերջո ապրել դաստիարակություն է ստացել եւ մի փոքր այլ է մտածելակերպ, այսինքն դրան նայում են որպես պրոֆեսիոնալ գործընթաց։ Ես ոչ մի ինչ-որ պրովոկացիոն բան չի ուզում։ Դե ինչ, ունենք մեկ քառորդները՝ Գևորգ Գազարյան, Մարկոս Պիզելի, Կարլեն Մկրտչյան, Արմեն Շահագերձյան, Յուրամ Օվսիսյան, Ռոման Բերեզովսկի եւ Արթուր Պետրոսյան եւ Սարգիս Հովսեփյան։ Այլ ավելի բարձանում ամեն ինչ գնալով, այլ չեմ ասում հետո ինչ արի։ Եվրոպայի առասարակ քառորդ եզրափակության բոլորը ուժեղ խաղեր։ Շատ ուժեղ մրցակիցներ են։ Դե քանի որ մենք չունենք գովազդային ընդմիջում, միանգամից շարունակում ենք եւ Գևորգ Գազարյան, Մարկոս Պիզելի պոտենցիալ գովազդատուներ։ Այդ վականսիան բաց է, կարող եք դիմել սիրելի գովազդատուներ։ Եվ օրինակ ձեր պատվին կընտրենք Արասոսբիլիսին, չէ՞, խնդրենք կանցկացնենք։ Կարող լինի։ Որ զույգն ենք, որ հա, Գևորգ Գազարյան, Մարկոս Պիզելի։ Բարդից քո համար, հա? Ես կարծում եմ, Բարդության տեսանկյունից բան չփոխվեց էլի։ Եթե Արազն ու Մարկոսը ցանկացած այս զույգում լինեին, կարծում եմ երկուսն էլ ֆավորիտ կլինեին։ Դրանց արդեն շատ ենք խոսել հիմա եւ Գևորգի մասին եւ Մարկոսի, այլ այնքանից այդ ամբողջ ասվածը Գևորգի մասին Մարկոսի վրա էլ ազդում, դրա համար Գևորգն անցնում է առաջ։ Ամբողջությամբ համամիտ եմ, որովհետեւ Արազին ու Մարկոսին համեմատելը շատ հեշտ է, մոտավորապես նույն բաները պետք է ասենք։ Դրա համար նույն չափորոշիչներով, որ Մարկոսը ամբողջովին հայ չէր։ Դե հա, Արազը ամբողջովին հայ է։ Բայց նույն չափորոշիչներով կիսաեզրափակիչ։ Okay, Գևորգ Գազարյան։ Գևորգ Գազարյան։ Շատ բարի։ Հիմա մեր կռիվը նորից կգնա։ Հիմա եկեք այս ամբիողից գանք, մի քիչ փոփոխություն անենք, Յուրամ Օվսիսյան, Բերեզովսկի։ Էլի ծայրահեղ Այն կոպեկը չկա։ Բարդ իրավիճակ է, որովհետև հարցակվող ու դարպասապա, հիմա նորից կասեն դե էլի առավելություն տալիս են հարցակվողներին, բայց ես էլի տալու եմ Յուրամ Օվսիսյանին իմ ձայնը, որովհետև Յուրամ Օվսիսյանը իմ կարծիքով ավելի ուժեղ ֆուտբոլիստ էր, քան Ռոման Բերեզովսկին։ Ինչ էլ որ մտածեն, ինչ էլ որ ասեն, ես այդպես եմ մտածում։ Մենք այստեղ մի անգամ Բերեզովսկու պահով արդեն ոնց որ երկուսով համոզեցինք ու Սպերտյան Բերեզովսկու տարբերակում ընտրեցինք Բերեզովսկուն։ Չէ, ամենայն սիրով ես ուրախ եմ որ Բերեզովսկին անց առաջ, հիմա էլ կուզեի անցնել, բայց Okay, ուզում եմ ասեի, ես եթե Սպերտյանը լիներ ոնց կասեի, հա, Օվսիսյանի վրան։ Եթե Յուրան ու Սպերտյանը լինեին։ Էլի Յուրային կտայի։ Համամիտ եմ, որ Յուրան պետք է անցնի ստեղ, կարծում եմ Բերեզովսկին եղել է ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը մեր ֆուտբոլի պատմության մեջ հավաքականի, բայց Յուրայի ներկայությունը խաղադաշտում էլի մեկը անփոխային է։ Պետք է գոլ խփեր թիմը, որ հաղթեր, այսինքն Բերեզովսկին ինչքան էլ 11 մետրանոցներ հաներ, որ լեգենդար մեր ֆուտբոլիստն է, բայց այս դեպքում կարծում եմ չգիտեմ։ Յուրայից կախվածություն ավելի շատ է եղել, քան Բերեզովսկուն փոխարինող ունենք հիմա։ Դեռ չէ, բայց գոնե որ մոտ է, տենց է կարծում, որ ինքը դե վերջին օրինակ խաղերին չգնամ, Հենրի Ավակյանը լավ պրոգրես ունի, բայց այն վստահությունը, որ օրինակ գիտեիր Ռոմա հետո կանգնած է, այդ ես հիմա որ չկամ հավաքական չեմ կարող ասեմ տղաների փոխարեն,
բայց այդ մենք ունեցել ենք Պերզասկու ժամանակ, երբ որ դու գիտեիր ինքը ինչ էլ սխալ է, ինչ էլ որպես երեխայգուր եմ ճիշտ զգացել, որ տենց։ Հա, բոլորն են տենց զգացել։ Չէ, ուզում եմ հարցնել, եթե համարժեք ձեռ չունենք, այսպես ասեմ։ Իսկ Յուրայի Յուրային նախորդ փուլը քննարկելուց ասացի ոչ այդ որակի հարցակվող դեռ ինձ թվում է նույնիսկ Արթուրի ու Յուրայի միջև որ տարբերություն ունենք, հաստատ Յուրամովսյանը էլի կարողություններ, այսինքն կարելի ասել որ ընդհանրապես այս հավաքականի պատմության ընթացքում Յուրա դեռ չէր եղել ու դեռ չկա։ Մինչև Յուրան ունեցել ենք Էդուարդ Մարկարովը ունեցել։ Չեմ տեսել խաղը, բայց այնքան բան եմ լսել, որ կենտրոնական հարցակող որպես բայց սովետական ժամանակ իհարկե, բայց այս պարագայում Յուրամովսյան Յուրա։ Հա։ Շարունակենք եւ հետ վերադառնանք այս մի զամբյուղ, որտեղ ունենք Կարլեն Մկրտչյան եւ Արմեն Շագելձյան։ Իսկ նույն տեղ։ Ես արդեն անունները փոխվեցին, բայց ինձ նույն որ Շագելձյանն անցավ հաջորդ փուլ, մի անգամից հասկացա որ նորից նույնն է մեզ մոտ լինելու։ Կարլեն Մկրտչյանի մասին կարծիքս արդեն ասացի, որքան եմ գնահատում նրան Հայաստանի հավաքականի համար եւ որպես անձնավորություն, բայց նման ընտրությունները միշտ սուբյեկտիվ են։ Այսինքն ուզես չուզես օրինաչափություն չկա այս ընտրության նախասիրությունները հրելու ես առաջ, էլ դրա համար ես նորից ասելու եմ, որ Արմեն Շագելձյանը ոչ թե որ նա շատ սիրում եմ դրա համար, այլ իսկապես գտնում եմ, որ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկն է եւ գոլեր կառուցելու, գրողներ կառուցելու, եզրափակելու տեսանկյունից շատ բարձր եմ գնահատում նրա ներդրումը հավաքականում եւ նորից կասեմ Շագելձյան Մամայանը կարծում ես կզիչ եմ այս անգամ, հետո ես պայքար ասելու, շատ լավ։ Արմեն Շագելձյան եւ վերջին 1/4-ի զույգը, ասես ասենք Արթուր Պետրոսյան եւ Սարգիս Հովսեփյան։ Էլի պաշտպան ու հարցակվող։ Ես կասեմ Սարգիս Հովսեփյան, որովհետեւ շատ ավելի երկար նույն մակարդակով Սարգիս Հովսեփյանը հավաքականում խաղաց չգիտեմ խաղերի քանակներով ու ընդհանրապես ներդրումով հավաքական բանում, այսինքն այդ կար ժամանակացույցում եթե միասին են եղել, չէ, Արթուր Պետրոսյանի ներդրումը միանշանակ այդ ասում շատ բարդ է եղել այն ժամանակ գողվել է։ Այդ տարիների ժամանակվանից մինչև ու դրանից հետո ոնց որ ինքը 3 սերունդի հետ խաղացել է կարելի ասել ու եղել է անփոխարինելի հավաքը։ Դրա համար այս պարագայում ես ասում Սարգիս Հովսեփյան։ Երևի շատ բան չունեմ ավելացնելու, որովհետև այո, սա հենց այն դեպքն է, որտեղ պաշտպանը կարող է հաղթել արձակողին, Սարգիս Հովսեփյանը այնքան շատ բան է արել, հիշում ես ինչ ծանր էր տանում, եթե ինչ-որ խաղ պետք է բաց թողներ։ Ինչ-որ վիրավորանք ոնց որ լիներ իր համար, միշտ պատրաստ էր։ Դե Կամովայսյանը ինչի դարձավ ունիվերսալ, որովհետև չէր կարող աճ։ Հետո համաձայն եք Հովսեփյանի դիրքի աճ պաշտպանի համար նա Արաբախտաբար շատ խուսափեց վնասվածքներից ֆուտբոլի Զանետի հետ։ Հա, շատ կառուցվածք ինչ որտեղ ես իրանց ասոցիացիա նորից երկարակյաց ֆուտբոլիստ եւ առանց վնասվածքների այդքան խաղալու տղայով ասում է լրիվ այդ վիճակը։ Բելգիային էլ շատ գեղեցիկ գոլ խփեց։ Հետո Սարգիս Հովսեփյանը այն ֆուտբոլիստն է, որ նաեւ ոնց որ Բերեզովսկուն էինք ասում, վստահություն, եթե այդ դիրքը ինքը խաղում էր դերքում, դու գիտեր, որ այդ դիրքում դու վստահ ես, որ վերին աստիճանի հետո պրոֆեսիոնալ, այսինքն նա օրինակ էր բոլորի համար, ինչպես պետք է ֆուտբոլիստի ռեժիմի պահի եւ այլն։ Ես Սարգիս Հովսեփյան մեծագույն սիրով նրան եմ ձայնս տալիս, թեև Արթուր Պետրոսյանին անչափ շատ սիրում գնահատում։ Ես իդեպ մոռացա ասեմ, որ այսօր այն օրն է, երբ Ռոման Բերեզովսկին 10 տարի առաջ այսօրը հրաժեշտ տվեց մեր հավաքականին։ Այ հետ վերենք։ Բայց քանի որ մոռացա, մենք էլ ես չենք կարող վերենք։ Կարոնեմ այդ օրը Անդերսյանը։ Դե ինչ, հիմա եկանք ամենաթեժ պայքարին։ Կիսա եզրափակիչ Գևորգ Ղազարյան, Արմեն Շագելձյան եւ Յուրամ Մովսիսյան, Սարգիս Հովսեփյան։ Չգիտեմ։ Որից ենք սկսում։ Դուք ասեք այս անգամ, որից եք սկսում։ Յուրամ Մովսիսյան։ Դե եկեք Գևորգին պայքարը։ Դե հիմա ես եթե թույլ կտաս սկսեմ էլի, երկար ժամանակ
չէի տեսնում այդ դիրքի այդպիսի խաղացողի, որովհետեւ Խարմեն Շագելձյանը խաղում եւ Գևորգ Ղազարյանի գալով ես հասկացա, որ շատ նման են նրանք, նաեւ հավաքականում համարն էլ նույնը սկսեց գրել 10 համարը ու արժանի հետնորդ ոչ թե հետևորդներ այնտեղ են արժանի հետնորդ նրան ես համարեցի ու քանի որ վիճակագրությունով եւ մնացած ամեն ինչով նա գերազանցեց այս պարագայում ես կտամ արդեն առավելությունը Գևորգին Գևորգին որովհետեւ երևի անին հնարավոր է ասեցինք Գևորգի մասին արդեն ասեց Չէ, Գևորգի մասին ինչ որ պետք էր խոսել ենք դրա համար նորից առանձին չեմ անդրադառնում, բայց Շագելձյանին նա գոլերի քանակով եւ այլն ամեն ինչով շրջանցեց, ուրեմն կարողացել է նաեւ այս պայքարում հաղթել։ Առաջին դեպքը Կալանթյանը շատ հեշտ զիջեց Շագելձյանի զիջեցությունը։ Ես դեպն Անդրեյ Մովսյանի խաղն էի շատ սիրում փոքր բայց դեռ 10 համարներ էլի, արդեն Շագելձյանը չկար, ժամանակ 10 համարը Անդրեյ Մովսյանն էր։ Դե կարծում եմ էլ պետք է քեզ ասել Գևորգ Ղազարյան։ Եզրափակիչ անցնում է Գևորգ Ղազարյանը։ Եվ մյուս կիսաեզրափակիչ զույգը Սարգիս Հովսեփյան եւ Յուրամ Մովսիսյան։ Դες անգամ Թոմանը։ Այսի Սա մինչև հիմա ամենաբարդ ընտրությունն է, այս ինչքան էլ ունեցանք բարդ ընտրություններ, իրոք ես կարող եմ եզրափակչին հավասար կարծում զույգ։ Դե բոլոր արդեն դիմակայությունները եզրափակչին հավասար են։ Սիրելի հետևորդներ, քանի որ մենք եկանք մի այնպեսի կետի, որ հիմա շատ ենք դժվարանում ընտրություն կատարել, մեր հյուրերը դժվարանում են ընտրություն կատարել Յուրամ Մովսիսյան թե Սարգիս Հովսեփյան եւ մենք առաջարկում ենք նույնիսկ որ ակտիվանա նոր օպցիա, ոնց որ ասում են, եւ կոպեկը հետ բերենք, այս մի դեպքում, քանի որ մեր հյուրերը չէին օգտվել մյուս 3 օգնություններից, բայց նրանք ավելի լավ առաջարկ արեցին եւ հիմա մենք դիմում ենք ձեզ, որ դուք գրեք ձեր մեկնաբանությունը Յուրամ Մովսիսյան թե Սարգիս Հովսեփյան, մենք կսպասենք ձեր մեկնաբանությունն եւ ըստ դրա կորոշենք մեր այս զույգում կիսաեզրափակիչ այս զույգում ով է հաղթում Յուրան թե Սարգիսը։ Հիմա մենք ընտրում ենք դիմել մեր հետևորդներին եւ սպասել նրանց պատասխանին տարբերակին։ Սպասենք տեսնենք մեր հետևորդները ինչ են պատասխանում եւ շարունակենք։ Դե ինչ շարունակում ենք եւ մենք մի որոշ ժամանակ սպասելուց հետո եւ տեսանք թե ինչ կերպ է գնում քվեարկությունը, այս պահին միանշանակ առաջատար ըստ քվեարկության Յուրամ Մովսիսյանը, այս զույգում Սարգիս Հովսեփյան թե Յուրամ Մովսիսյան, եւ քանի որ մենք ընտրել ենք հենց այդ տարբերակով հասկանալու համար թե ով է անցնում հաջորդ փուլ, այսինքն եզրափակիչ, այս դեպքում Յուրամ Մովսիսյան։ Արմեն Շագելձյան։ Եվ Յուրամ Մովսիսյան անցնում է եզրափակիչ ու մրցելու է Գևորգ Ղազարյանի հետ։ Ես հիմա գրում եմ Յուրայի անունը եւ մինչեւ նրանց անցնելը եւ հասկանալը թե Յուրան թե Գևորգ Ղազարյան միանշանակ ես ուզում ասել որ բոլոր այն ֆուտբոլիստները ում մասին մենք խոսեցինք ովքեր կային այս ցուցակում ովքեր չկային այս ցուցակում մեզ կներեք որ մենք ձեր անունները չենք տվել շատերիդ նաեւ ճանաչում ենք շատերիդ հետ նաեւ մտերիմ շփման մեջ ենք եւ ես եւ դուք մենք ձեզ հարգում ենք շատ եւ ձեր ամագը Հայաստանի ազգային հավաքականի կազմում շատ մեծ է եւ ես ամենասկզբից ասացի որ 30 top անուն ունենք ամենակիչը ֆուտբոլիստների ովքեր կարող են լինել այս ցուցակում ուղղակի մենք որոշակի այդպես չափորոշիչներ կան դրանցով ենք նաեւ շարժվել եւ ունենք հիմա այն ինչ ունենք եւ այս պայդրությամբ այդ 16 ֆուտբոլիստների ցանկում Յուրամ Մովսիսյան եւ Գևորգ Ղազարյանը դուրս եկան եզրափակիչ եւ պետք է հասկանանք եթե չլիներ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ ով կլիներ Յուրամ Մովսիսյանը թե Գևորգ Ղազարյանը հիմա եկեք հասկանանք Իսկ լավավորը կա չէ հենուն չենք եթե հենուն լիներ ինձ թվում է դժվար է դեպի հնարավորությունից մեզ զրկել են հիմա տանջում են էլի իսկ կարող ուղղակի տենց ինչ որ բան նենք խաղերի քանակ խփած գոլեր ինչ որ ամեն խաղերի շուրջ չի լինի եկեք որպես Գևորգը կարծում եմ ստա առավելություն կունենա բայց թե չէ 14 գոլ հավասար են կարծում խաղերի քանակով ու գոլերի բանով
եկեք չընտրենք դեռ ոչ մի օգնության հնարավորություն, որը դուք ունեք։ Փորձենք ինքներս Փորձենք եկեք հասկանանք հիմա Հայաստանի, երբ որ ասում ենք հայկական ֆուտբոլ, երբ որ ասում ենք լավագույն ֆուտբոլիստ Հայաստանի պատմության, այս թեկուզ նոր ժամանակի, թեկուզ այն ժամանակի, երբ անկախ Հայաստան էր արդեն, Մխիթարյանին մի կողմ դրած Յուրա թե Գևորգ Ղազարյան հիմա։ Դե կարող sense որ որպես բրենդ, հա, վերցնենք Յուրայի անունը հաստատ շատ ավելի որպես կերպար, մեկ աղմը կարույց, չէ։ Յուրայի PR-ը լավն է։ Միանշանակ շատ ավելի ճանաչում են Յուրա Մովսիսյանին, քան Գևորգ Ղազարյանին, այսինքն ինքը ավելի տենց այդ բանը, չէ, սև ձիուկ մի բան է եղել միշտ Գևորգ, այսինքն ոչ այդքան գնահատված ֆուտբոլիստն է։ Ես կարող եմ մի բան հարցնել ձեզ, որպես օգնության կարգով էլի։ Եք ակումբային նաև բանը հաշվի առնենք որպես անհատ ֆուտբոլիստներ։ Այստեղ Գևորգը հաղթում է իմ համար միանշանակ։ Բայց դա Գևորգյանը Կրասնոդարում Կրասնոդարը այն ժամանակվա Կրասնոդարը չի, Սպարտակն էլ շատ հաջող սկսեց, բայց շատ կարճ խաղաց։ Ու սենց ասեմ, որ ասացի Գևորգ Ղազարյանը ինքը մաքսիմում իր ունեցավ, իր մաքսիմումն էր, այդ իր հնարավորությունների մաքսիմումն էր։ Յուրայի մաքսիմումը դա չէր եղել։ Իր ընտրությունը Կրասնոդար գնալ, չգնալ, Շտուտգարտ կամ չգիտեմ ինչ որ տենց առաջարկներ կար, ինքը հաստատ շատ ավելի հաջող կարիերա կունենար ֆուտբոլային, իր ընտրությունը մի քիչ ուրիշ կողմ էր։ Գևորգի ամենահայտնի ակումբը Օլիմպիակոսը, բայց Մարիտիմոն իր ամենաթոփ Պորտուգալիա առաջ։ հա, լավագույն խաղերը, լավագույն մարզավիճակը Մարիտիմոյում ունեցել, նորմալ երկար 3-4 տարի։ Բազմաթիվ ակումբներից անդադ առաջարկ ունենում էր գնում էր, ակումբային կարիերան մի քիչ ավելի հարուստ էր կարծում եմ Գևորգի։ Տեսեք, գրեթե 100%-անոց հավասար շանսերով եզրափակիչ է, բայց եթե այնուամենայնիվ պետք է մեկին ընտրել, ես կընտրեմ Գևորգ Ղազարյանին։ Նորից ասեմ, շատ գնահատելով այն ամենը, ինչն արել է Հայաստանի հավաքականի համար ու վճռորոշ գործոն ինձ համար դառնում է այն փաստը, որ անգամ ակումբում վատ մարզավիճակում կամ ակումբ չունենալով նա գալիս էր Հայաստանի հավաքական եւ շատ լավ ֆուտբոլ էր խաղում։ Մի շատ հետաքրքիր մրցաշրջան կհիշեմ Գևորգ Ղազարյանից կհիշես, որ Փյունիկում էր խաղում մրցաշրջանի կեսից տեղափոխվեց Բանանց, սկսեց Բանանցից խաղալ, այսինքն մեկ մրցաշրջանում երկու տարբեր ամենասկիզբն էր Բանանցն էլ խաղում էր դեղին կապույտ մարզաշապիկով դեռ Բանանցն էր։ Կարծում 10 խաղում 10 քանի հատ գոլեր խփել, շատ լավ մարզավիճակում էր, օգնելու բազմաթիվ գոլեր խփեց, շատ հետաքրքիր իրավիճակ էր, Փյունիկի ֆուտբոլիստ լինելով խաղում էր Բանանցում, մի խոսքով ամենտեղ օգուտ է։ Ֆուտբոլում քանի թվում է խաղացել Արարատ Արմենիա, Բանանց Փյունիկ, այո, այսինքն հիմա այստեղ որ sense լսում ես Բանանցը շատ կարճ էլի, հա, վարձավճարով գնաց վերադարձավ։ Յուրան ուներ ավելի շատ հնարավորություն այլ կարիերա ունենալու, բայց ամբողջությամբ իր ներուժը չբացեց, եթե այսպես ասեմ։ Գևորգ Ղազարյանը օգտագործեց մաքսիմալը, մի բան էլ ավել, որ նույնիսկ անսպասելի էր շատ դեպքերում։ Ավելի երկարատև էր Ղազարյանի կարիերան, թե ակումբային, թե հավաքականում։ Յուրան կարճ ժամանակ, քանի տարի Հայաստանի հավաքականում խաղաց, մի 5-6 երևի, հա։ Դե առաջին խաղը եթե Իրանը չխաղաց, հետո Մակեդոնիայի խաղից սկսենք, 2010 թվականի խաղից էր։ 10 թվականից խաղաց, չէ, մի քիչ երկար ավելի։ Իչև մոտավորապես 18-19 ազգային լիգայում վերջին խաղը, եթե չեմ սխալվում։ Ես sense եմ կարծում, չլիներ Յուրա Մովսիսյանը, այդ հավաքականի հաջողությունները չէին լինի, եթե sense նժարին դնենք, չլիներ Գևորգ Ղազարյանը, ինչ որտեղ կարծում ստեղ Յուրա Մովսիսյանը հաղթում է, այսինքն դաշտում գտնվելու կարևորությունով։ Բայց այդ տարիները, որ նայում ես, թե ինչ ներդրում է ունեցել Գևորգ Ղազարյանը, թե ինչ ձևի կարիերա է ունեցել, որտեղից որտեղ է հասել, այս պարագայում ես առավելությունը Գևորգին կտամ, բայց միանշանակ ամենակարևոր ֆուտբոլիստ, ասենց ասեմ, հավաքականի Յուրան է եղել Հենոյից հետո։ Որպես կարևոր, բայց եթե լավագույնն ենք ընտրում, մի ուրիշ ֆակտոր։ Բայց եթե սուբյեկտիվ ընտրություն է, այսպես է նաև նայենք, դուք եք հիմա այս բան ընտրություն կատարում ու ոչ թե ազգի համար։ Հա, երբ մոտավորապես նույն սկզբունքով երկուսս էլ մի փոքր տալիս են կառավարությունը Գևորգին, թեև շատ համաձայն եմ Դավիթի հետ այն կարծիքորն հնչեցրեց,
եթե չլիներ Յուրամ Մովսիսյանը, փոխարինել նրան չէին կարող։ Գևորգ Ղազարյանի փոխարեն ինչ որ ֆուտբոլիստ կարողանար այդ պարտականությունները կատարել։ Բայց ընդհանուր առմամբ նվիրվածությունը հավաքականին ժամանակաշրջանը ավելի երկար, ավելի մեծ ու այդ միշտ պատրաստ լինելը հավաքական աշխատանքով ոչ մի դժվարություն, ոչ մի կոնֆլիկտ, նա մնաց հավաքականում, շարունակեց իր լավագույն մրցելույթները։ Այդ գոլը Զյուրայի փոխանցում։ Չեխիան է։ Ես Մակեդոնիան հիշեցի։ Երեք գոլ են Կարլեն Մկրտչյանի գոլից հետո վերջին վարքյանին շատ կարևոր գոլեր էր միշտ ասում Գևորգը։ Մակեդոնիայի խաղը որ Արտակ Գրիգորյանն Ստեղի, հա, ստեղի 3-2-ը։ Դեպի էր Արտակ Գրիգորյան չէ։ Դա ասում են կլինեն ֆուտբոլիստներ, որ այսպես արդ կարաչանա, բա ուր են ֆուտբոլիստները չկար։ Դավիթ Մանոյանը կար այստեղ էր։ Ինքն էր որ հավաքական տեղ չունեն ես։ Չէ, այդպես մի ասա, իհարկե 30-ի մեջ Չէ, իմը շատ կարճ էր, շատ խանգարեցին համանգամանքներ, բայց ուրախ եմ որ այս տղեկի հետ բոլորդ գրեթե ամենադաժան վնասված կեթե այտենց մրցաշար լինի։ Իդեպ ստեղ մենակ Շագելյանի այդ ու Արտուր Պետրոսյանը մարզիչն է եղել իմ հավաքականում, բայց որպես հավաքականի մեջ մենակ Շագելյանը ոնց որ չի եղել իմ հետ։ Բայց իր դեմ խաղացել ես վստահ եմ, երբ որ ինքը Միկայում էր վերջում խաղում, դու արդեն Փյունիկում։ 8-ից եմ սկսել ես Փյունիկում խաղալ։ 7-ին չի ավարտել։ Հա, երևի։ Փյունիկ 2-ը, չէ, իրար դեմ չեմ։ Հա, միակ ֆուտբոլիստը ում հետ ոչ խաղային, այսինքն ոչ մի շփում չես։ Մնացած բոլորի հետ, որպես մարզիչ Արտուր Պետրոսյանը, բայց մնացած բոլորի հետ խաղացել։ Հետաքրքիր էր։ Դե ինչ մենք կատարեցինք մեր ընտրությունը եւ մեր ընտրությունը կանգնեց Գևորգ Ղազարյանի վրա եւ Գևորգ Ղազարյանը ճանաչվեց մեր երեքի կարծիքով այն ֆուտբոլիստը, որ եթե չլիներ, ելի եմ ասում, այդ ֆենոմենալ կերպարը Հենրիկ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ ապա լավագույնի տիտղոսը կարող էինք տալ Գևորգ Ղազարյանին։ Իհարկե շատ բարդ էր Յուրայի եւ Գևորգի միջև ընտրել թե ով կլինի հաղթողը, բայց մենք ուզենանք որ առհասարակ հաղթող լինի հենց մեր հավաքականը եւ այս բոլոր անհատները միշտ փորձեն ծառայել ազգային հավաքականին, փորձեն ամեն ինչ անել որպեսզի մեր հավաքականը հաղթանակներ տանի։ Ես կուզեմ որ մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի պես նվիրվածություն ունենա, Յուրայի պես արդյունավետ լինի, հա, ու այդպիսի որակներն էլ ինչ որ ունեն այն ֆուտբոլիստները, որոնց մենք թվարկեցինք, ունենան մեր հիմիկվա երիտասարդ ֆուտբոլիստները։ Ցավոք սրտի խնդիրներ կան մեր հայկական ֆուտբոլի ապագայում, ինչ որ չափով ավելի մշուշոտ այնքան ժամանակին, եթե նայում ենք, ինչ անուններ կային եւ ինչ ապագա կար այն ժամանակ, ոնց որ ասած անցավ այդ ոսկե սերունդը, բայց հավատում եք, որ ունենալու ենք տաղանդեր։ Տաղանդներ միշտ ունենում ենք, բայց որ այդքան շատ լինեն մեկ հավաքական, մեկ սերունդ, դա պետք է սպասել, որովհետև իրար հետևից չի լինում։ Հուսով եմ, որ շուտով կունենանք։ Օրինակ, հիմա եթե այս բանին նայում ենք մեր հավաքականին, Սպերցյանի որակի ֆուտբոլիստ, օրինակ հավաքական լինի մի 4-5 գոնե, մենք ավելի հեռու գնացող տարբեր դիրքերի մասով սպարտարիչի կիսապաշտպան կամ հարձակվող, մենք գոնե ավելի հեռու գնացող նպատակներ կունենանք։ Իսկ եթե այն տասնականների սկզբի սերունդից էլի ունենանք, ընդհանրապես փայլում։ Իսկ այդ թվականներին ռոսմահաստղերը ասես ճիշտ հավաքվեցին մեր գլխավերում, այսինքն այս թևից Հայաստանից է տղաներ, որոնք բոլոր պատանեկան տարիքային հավաքականներում միասին խաղացին, երիտասարդական հավաքականում, արդեն անգիր իրանց գիտեին, հա, չգիտեմ, Կարլեն Մկրտչյան, Արտուր Ետիգարյան, Արտակը Ետիգարյան, Գևորգ Ղազարյան, ես ու մնացած բոլոր ովքեր Փյունիկ ու Արտու, հա, բոլոր հավաքականներում իրար հետ խաղում էինք, որին միացավ Մարկոսը, որը այտենց մեր մի մասնիկներ, այսինքն ոչ մեկ իրան բրազիլացի չէր համարում, Արազոս Բիլիսը եւ Յուրամ Մովսիսյանը։ Ու այդ ոնց որ բոլորիս այդ աճման շրջանները ոնց որ Հայաստան սփյուռք միավորումն է, էլի չլիներ մեկը ինչ որ մի բան պակասեր, այդ չենք ունենա այդ սերունդը։ Դրա համար կարծում եմ ցանկացած հավաքական երևի ինչ որ պահեր լինում է որ երկրների, բայց մեզ ինչն է պակասում ստաբիլիզացիone, որ բերում է հաջողության։ Ես ուզում եմ մի բան հարցնել ձեզ որպես ֆուտբոլին շատ մոտ մարդիկ։ Ինչն էր այն ժամանակ ֆենոմենը, որ այդ ֆուտբոլիստները ի հայտ եկան։ Համակարգն էր լավ աշխատում, թե ուղղակի այդ տաղանդները այդ ժամանակ
կային ու իրանք իրենց հնարավորություն տաղանդների լինելը միայն բավական չէ, համակարգը պետք է ճիշտ աշխատի, այսինքն շատ ռիսկային քայլի գնաց Վարդան Մինասյանը, հրաժարվեց բոլոր տարիքով ֆուտբոլիստներից բացի Հովսեփյանից ու Բերեզովսկուց, մնացած բոլորին բերեց երիտասարդական հավաքականից եւ հետո միացան վերոհիշյալ խաղացողները դրսից։ Իդեպ ակումբում էլ էր նույն բանը, այսինքն այդ ժամանակ հավաքականի համ Փյունիկի մարզիչներ Վարդան Մինասյանը եւ նույն խնդիրը հենց Փյունիկը։ Զուտ ուղղակի ճիշտ մոտեցում ցույց տվեց։ Այո, գնացին ռիսկի, ասացին ավելի լավ է այս երիտասարդները մի փոքր սկզբում պարտվեն, չի ստացվի, բայց լավ էլ ստացվեց, մի անգամից սկսեցին շատ։ Ինչ որ հիմա պակասում է կարծում եմ։ Հիմա ուղղակի դժվար է պատկերացնել, որ նույն Փյունիկը հաջողությունները իր ակումբի կդնի մի կողմ եւ կմտածի հավաքականի հաջողությունների մասին, իսկ այն ժամանակ հավաքականը առաջնային էր, այսինքն Չեմպիոնների լիգայում Զագրեբի Դինամոյի հետ խաղում են 2009 թվականին, որտեղ 17-18 տարեկան ֆուտբոլիստներ էին խաղում եւ 0-0 խաղացին։ Բայց հաստատ հիմա Զագրեբի Դինամոյի հետ չեն դնել այդ 18-19 տարեկան ֆուտբոլիստներին, որ խաղա, որտեղ այս պահին հարց կա լուծելու, բոլոր ակումբները հիմնականում այդպես են շարժվում եւ բարդ է նրանց հակառակը համոզելը։ Մի խոսքով այդ ժամանակ կարևոր որոշումներ կայացվեցին, ռիսկային թեկուզ եւ որոշումներ եւ դրա արդյունքում նաեւ այդ տաղանդավոր ֆուտբոլիստները ունեցան այդ արդյունքը, իհարկե ցավոք սրտի 2011 թվականին մենք անդրադարձ ունեցել ենք արդեն այդ թեմային, եղավ այդ Չարաբաստիկ խաղը, որտեղ մեկ քայլ էր պակաս, որ մենք այդ Դե իրական մեկ քայլ չէ։ Հետո մի հատ էլ մեկ քայլ պիտի արի։ Բայց այդ պահին արդեն դա պատմական։ Եթե հաղթեինք, լանցումային խաղը պետք է անցկացնել։ Բայց դա արդեն իսկ պատմական ցուցանիշ է, չէ՞։ Դե իհարկե։ Սա էլ էր իմ համար լավ։ Այս պահին լավագույն ցուցանիշն է լավ այսպես ասած։ Շատ լավ։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Մենք շատ հետաքրքիր խաղ ունեցանք, հաղորդում ունեցանք։ Կարծում եմ հետարքիր խոսակցություններ եղան, նոր բացահայտումներ եղան ինչ որտեղ նաև ինձ համար առաջին հերթին հաճելի էր ձեզ տեսնել մեր տաղավարում, հուսով եմ ելի կհանդիպենք այլ թեմաներով, կզրուցենք, իսկ ես եւս մեկ անգամ ամփոփեմ, որ մենք այսօր ընտրեցինք Գևորգ Ղազարյանին որպես Հայաստանի ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ, եթե չլիներ Հենրիխ Մխիթարյանը։ Սիրելի հետևորդներ, եթե ձեզ դուր է գալիս մեր կոնտենտը, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, ակտիվ եղեք մեկնաբանություններում, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար։ Դե ինչ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, շնորհակալություն։